Տիկին Թովմասյան, լսեցի ձեր հարցերը, արդեն նշեցի, որ ինձ նվեր պետք չի, առավել ևս այդ խաղալիքը, ես դրա իսկական ունեմ։ Ինչ վերաբերում է բուն հարցերին, դուք նշեցիք, որ իմ մոտ հմեկում հարցազրույցը լավ չի ստացում, իմ կարծիքով լրիվ հակառակն է, շատ լավ էլ ստացվում է, հակառակ պայմաններում այդ հմեկի հարցազրույցի հետ կապված sense ամիսներ շարունակ sense քննարկումներ տեղի չեր ունենա։ Նայած որ տեսանկյունից եք նայում այդ հարցազրույցին, բայց նշեցիք, որ այ ես հարցազրույցում Մերձավանի դեպքերի հետ կապված ես նշել եմ, որ գործը բացահայտված է։ Տիկին Թովմասյան, ու նշեցիք, որ չգիտեմ որտեղից վերցրեցիք, որ կաշկանդվածություն ունեմ։ Տիկին Թովմասյան, արձանագրենք, որ ընդհանրապես սպանության դեպքը, երբ որ կան կատարողներ, երբ որ ունենք մեղադրյալ ներգրաված անձինք, մեղադրյալ բուն կատարողների մասով եւ բնականաբար ունենք նաեւ օժանդակող։ Քննչական կոմիտեի նախագահը երբ որ հելնի ասի, որ օրինակ, չգիտեմ, ասի, որ օրինակ դեպքը բացահայտված չի։ Չբացված է։ Դա լուրջ է։ Լուրջ չի, չէ՞։ Այսինքն կատարողների մասով մենք դեպքը բացահայտել ենք։ Բայց դա չի նշանակում, չէ, ես նշեմ նաև, որ մենք, քանի որ մամուլում, հանրության մեջ մենք պարտավոր ենք տարբեր վարկածներ քննարկենք, այդ թվում նաև դա ընդհանրապես ցանկացած գործով է, ցանկացած հասարակ սպանության գործով մենք պարտավոր ենք ոչ միայն քննություն կատարենք կատարողների մասով, այլ ենթադրաբար այլ հանցակիցների մասով։ Ցանկացած գործով այդ վարկածը պետք է ստուգվի։ Բնականաբար մենք մյուս մասով այլ հանցակիցներ լինելու մասով քննություն կատարում ենք եւ որևիցե կաշկանդվածություն չունենք։